Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի IPF+ հաղորդումը։ Սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Այսօր լրացավ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցը։ Հարգանքի տուրք մատուցելու նպատակով քաղաքային պանթեոն էին եկել պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, սովորական քաղաքացիներ։ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում է Անդրանիկ Մարգարյանը հիշողություն չէ։ Այսպիսի օրը մեզ համար արժանապատվության օր է, նաև քննարկելու մեր կատարած աշխատանքը, ապաշխարելու չկատարածների համար։ Ապրիլի 24-ին Թուրքիայի հայկական եկեղեցիներում զանգերը չեղողանջելու վերաբերյալ Պոլսո հայոց պատրիարքության հայտարարությունը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի համար շատ տարօրինակ է։ Ըստ էության պատրիարքությունը իրեն դուրս է դնում ընդհանուր հայության քայլերից։ Եթե օրենքով Սևանը պաշտպանված է եւ այնտեղ արգելված է հանք-արդյունաբերական գործունեությունը, ապա ըստ բնապահպանների պետք չէ թույլ տալ, որ այնտեղ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ տարվեն։ Մինչդեռ Գեղարքունիքի մարզում նավթի եւ գազի երկրաբանական որոնողական աշխատանքներ են տարվում։ Բնապահպան Կարինե Դանիելյանը հիշեցնում է, որ օրենքները մեր երկրում չեն գործում։ Արաքսից այնքան, որ գետաբերանից մենք այնքան ավազ հանենք, որ Արաքսը գա դեպի Հայաստան եւ մենք տարածք նվիրենք Թուրքիային, օրենքը թույլ է տալիս։ Ոչ։ Ըստ Հայանտար ընկերության տնօրեն Մարտուն Մաթևոսյանի, երազանք է Հայաստանում 20% անտառածածկ ունենալը։ Ըստ նրա միջազգային փորձագետները մեր երկրի բնակլիմայական պայմաններում անտառ ստեղծելը համարում են հերոսություն։ Մասնավորապես միջին գոտինում Երևան հարակից տարածքում առանց ջրագծերի, առանց ջրարդիացման հնարավոր չէ բնականաբար անտառներ տնկել։ Ամփոփվել են բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակներում կազմակերպված այլընտրանքային պաստառների սիրո լավագույն հաղորդագրության եւ սիրո ուժը պատկերող լուսանկարների մրցույթների արդյունքները։ Հայաստանում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը վստահեցնում է, որ բոլոր աշխատանքներն էլ արժանի էին հաղթանակի։ 10 պատճառ, թե ինչու պետք է նախագահ Օբաման ապրիլի 24-ին այցելի Հայաստան։ Այդպես է կոչվում Ամերիկահայ հայտնի լրագրող Հարութ Սասունյանի հոդվածը։ Թվարկեմ պարոն Սասունյանի բերած պատճառներից երկուսը։ Առաջին, նախագահ Օբաման հարգանքի տուրք կմատուցի Ամերիկայի 100 հազարավոր գթասիրտ քաղաքացիներին ցեղասպանությունից հետո թշվառ հայերին օգնելու նպատակով $117 միլիոն, այսօր ավելի քան $2 միլիարդ համարժեք գումար հանգանակելու համար։ Երկրորդ, այդ առիթով այցելելով Հայաստան, նախագահ Օբաման կվերահաստատի վաղուց ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում երեկ գրել է. այսօր ԱԺ-ը ներկայացրել հայտարարության նախագիծ, որով դատապարտվում է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների ցեղասպանությունը։ Ոմանք ասում են, քանի դեռ Իսրայելը հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, մենք դա չպետք է անենք։ Իսկ ես կարծում եմ, որ սա շուկա չէ, մենք մեր գործը պիտի անենք։ Պատգամավորներին եւ քաղաքական գործիչներին կոչ եմ անում միանալ, գրում է Հրանտ Բագրատյանը։ Անկարայի քաղաքապետ Միլեհ Գյոկչեկը դատի է տվել հայ լրագրող Հայկո Բաղդատին եւ 10,000 լիրայի չափով բարոյական փոխհատուցում է պահանջում Թվիտերում իրեն հայ անվանելու համար։ Գյոկչեկի փաստաբանները դիմել են Անկարայի դատախազություն, բողոք ներկայացնելով, որ Բաղդատը Թվիտերի իր միկրոբլոգում գրել է Միլեհ Գյոկչեկը հայ է։ Բաղդատը նաև գրել է, որ մայրաքաղաքը փաստացի հայ է հանձնվել, ինչը եւս տեղ է գտել բողոքում։ Օրվա լրահոսը։ Ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը ներում է Սերժ Սարգսյանին։ Մեծ Բաքի շրջանը ես ներում եմ Սերժ Սարգսյանին իմ ընտրության գողության համար, ինչպես նաև վեհապարին Աստվածամոր Աստվածաշունչը գեղձ երթման ներկայացնելու համար։ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկելու նպատակով Սերժ Սարգսյանի հետ հանդիպել Ռաֆի Հովհաննիսյանը չի բացառում, սակայն վերապահումով։ Եթե իրենք ընդունեն մեր արդեն բազմիցս ներկայացված գրավոր բանավոր առաջարկները, խնդրեմ։ Բայց միաժամանակ Ռաֆի Հովհաննիսյանը նախորդ շաբաթ չէր գնա Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, թեև տեղյակ էր իր կուսակիցների հանդիպման հնարավորության մասին։ Ժառանգության առաջնորդը չի կիսում Զարուհի Փոստանջյանի այն տեսակետը, որ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը գնացել են հանդիպման որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ։ Իրենք հաճախորդ չեն։ Հանդիպման արդյունքում առաջ եկած ներկուսակցական տարաձայնությունները նա նորմալ է համարում։ Լիազորման գերազանցում չի եղել է ներքին վեճ, որը նաև հիմա բաց վեճ է, որը ժառանգության տեսակն է,
թող ուրիշները բացվեն ժողովրդի առջև։ Իշխանափոխության հարցը ժառանգության համար շարունակում է մնալ օրակարգային։ Այդ հարցում համագործակցությունը ցանկացած քաղաքական եւ քաղաքացիական ուժի հետ ժառանգության առաջնորդը չի բացառում։ Ինչ որ պետք է լինի հաջորդիվ, դա մի ուժի անելիքը չէ։ Այդ ուժերը պետք է միասին գան եւ այս անգամ դղամարդու խոսքը իրենց պահեն իրար նկատմամբ եւ ժողովրդի նկատմամբ։ Թբիլիսիում շաքարավազն արժե 280 դրամ, Երևանում 395 դրամ։ Հայ ազգային կոնգրեսի падգամավոր Նիկոլ Փաշինյանն այս մասին տեղեկացնում է տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահին, որը ազգային ժողովին ներկայացնում էր այս տարվա իրենց գործողությունների ծրագիրը։ Падգամավորը նրան նաև հիշեցրեց, որ Հայաստան շաքարավազ ներկրում է միայն մեկ անձ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Падգամավորը մեկ այլ տվյալ էլ ներկայացրեց։ Ավստրիայում բանանի 1 կիլոգրամը արժե 500 դրամ, Հայաստանում 1300 դրամ։ Հայաստան բանան ներկրում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը։ Առանց Միհրան Պողոսյանի դաբրոյի ոչ մեկ Հայաստան չի կարող բանան ներկրել։ Եվ առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի ոչ մեկ չի կարող Հայաստան շաքարավազ ներկրել։ Ձեր հայտարարությունները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում եւ ես կարծում եմ դրանք անիմաստ են եւ անհեթեթ։ Արտակ Շաբոյանի խոսքերը բարկացրին падգամավորին։ Հիմա ես ձեզ որտեղ նայում եմ, հասկանում եմ, որ ձեզ այդտեղ նշանակող մարդիկ ընդհանրապես անիմաստ են ու անհեթեթ։ Ձեզ կոչ եմ անում, ուրեմն պահպանել էթիկայի կանոնները եւ լինել չափի մեջ։ Ազգային ժողովում Արտակ Շաբոյանի նման պահվածքը անհարիր համարեց դաշնակցական Արծվիկ Մինասյանը։ Падգամավորը Սահմանադրության պաշտպանված հոդվածների համաձայն իրավունք ունի արտահայտել ազատ իր կարծիքը։ Իսկ Հրանտ Բագրատյանին ընդհանրապես դուր չէր եկել պարոն Շաբոյանի ելույթն ու փաստարկները։ Ես չեմ տեսնում մի մարդ մի մարդ, որը հետևում է իսկապես հակամրցակցային մթնոլորտին։ Քննարկումը կշարունակվի վաղը։ Հայաստանի տնտեսությունում ֆորս մաժորային իրավիճակ է։ Բիզնեսն է կրճատվել, արտադրությունն է կրճատվել, արտահանումն է կրճատվել, ներմուծումն է կրճատվել։ Բնական է, որ հարկերն էլ կպակասեն, ասում է Ալեքսան Պետրոսյանը, այս падգամավորը գյուղատնտեսական ապրանքների մթերումներով զբաղվող արտադրություն ունի։ Նրա արտադրած պահածոներն ու խմիչքները հիմնականում արտահանվում են, սակայն այլևս մրցունակ չեն։ Եվրոպայում եվրոն արժե զրկվեց 40%, Ռուսաստանում դոլար, ռուբլին արժե զրկվեց 100%։ Բերեցին հայկական ապրանքները անմրցունակ սարքեցին։ Ինչ պետք է անի մեր ազգային ժողովը։ Падգամավորն ասում է, որ ազգային ժողովը ոչինչ անել չի կարող, գործանողը կառավարությունն է, որը 2 երկամսում կարող է իրավիճակ փոխել։ Պետք է ռեալ դրամը արտացոլի արտադրության կուրսը, որը իմ կարծիքով դա մոտավորապես 800 դրամը մի դոլար է։ Վարկերը, դրամական բոլոր ռեսուրսները պետք է վերաձևակերպվեն հայկական դրամով եւ աշխատավարձերը եւ թոշակների ինդեքսացիա պետք է արվի, քանի որ Հայաստանը 4 անգամ ավելի շատ ներմուծում է, քան արտահանում։ Ես չեմ հավատում, որ կգա մի ժամանակ, որ Ռուսաստանում ռուբլու կուրսը կլինի ընդունեք նորից 30, Եվրոպայում կլինի մի դոլար 40 ցենտ դոլարը մի եվրո, ճիշտ ասած չեմ հավատում։ Իսկ նվյալ պայմաններում, երբ որ արդեն շարունակվելու այսպես, մեր ապրանքը անմրցունակ է գնային վիճակում։ Ըստ Ալեքսան Պետրոսյանի ապրանքի հայկական լինելն ինքնին ապրանքանշան չի, այն պետք է լինի էժան, մասնավորապես ռուս սպառողի համար։ Նույնատիպ ապրանքը Ռուսաստանում մյուս երկրներից որ բերում է, որոնք ունեն 2 անգամ ավելի էժան է։ Նույն ապրանքին ոչ մեկ պատրաստ չի 2 անգամ թանկ վճարի, եթե սա հայկական է։ 32-ամյա Լալի Ռահմանին այն հազարավոր իրանցիներից մեկն է, որը Նովրուզը նշում է Հայաստանում։ Հայաստանը գեղեցիկ երկիր է եւ մենք վայելում ենք այս ուղևորությունը, հարուստ պատմություն, պատմական կառույցներ ունենք։ Իրանցի աղջկան մեր երկիրը շատ է դուր եկել, բայց ապրել այստեղ Լալին չի կամենա։ Ոչ, Իրանն ապրելու համար լավագույն երկիրն է։ Լալիի հետ միասին եկել են նաև նրա քույրն ընտանիքի հետ։ Հարցին թե հավանել է Հայաստանը, նրա պատասխանը միանշանակ է։ Այո։ Նրա ամուսինը Ալի Ռաջաբը համակարգչային մասնագետ է։ Ֆինանսների պակասից ընտանիքը չի դժգոհում, բայց կարծում են, որ մեր երկրում գրեթե ամեն ինչ թանկ է։ Այստեղի խանութներից գնումներ արել ենք, բայց թանկ է հիմնականում։ Իրանցի ընտանիքը 6 օրով է Հայաստանում։ Այսօր արդեն մեկնում են։ Լալին հաջորդ տարի էլ նախատեսում է այցելել մեր երկիր, բայց արդեն 1 ամսով ամռանը, որպեսզի կարողանա տեսնել նաև Սևանա լիճը։ Իրանցի այս երիտասարդները նույնպես գոհ են հայաստանյան այցելությունից։ Այստեղ շատ լավ է, շատ գեղեցիկ է։
Երևանում ազատ է, մենք գնացել ենք պարելու դիսկոտեկ, բար։ Իսկ զվարճանքի վայրերում հասցրել են օգտվել այն խմիչքներից, ինչն իրենց երկրում չեն կարող անել։ Նախորդ տարի 111,000 իրանցի է այցելել Հայաստան։ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում ակնկալում են, որ այս տարի ավելի շատ կլինեն։ Armenia. Խորհրդանական ընտրություններին մնացել է 2 տարի, բայց դրանց շունչը արդեն զգացվում է, ըստ երևույթին մրցավազքին մասնակցելու է առնվազն 2 նոր կուսակցություն՝ քաղաքացիական նախաձեռնություն եւ քաղաքացիական շտաբ։ Ենթադրվում է, որ դրանցից առաջինը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, իսկ երկրորդը Տիգրան Ուրիխանյանը։ Արդյոք կարելի է ասել, որ սերնդափոխությունը քաղաքական դաշտում սկսվել է։ Օրվա գլխավոր թեման։ Երիտասարդ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ուրիխանյանը հայտարարել են նոր տեսակի կուսակցությունների ստեղծման մասին։ Քաղաքագետներն գծում են քաղաքական դաշտում սերնդափոխություն անելու համար նրանք պետք է երկրի առաջ ծառացած խնդիրների նոր լուծումներ առաջարկեն։ Եթե այդ հարցին չեն կարող պատասխանել, ապա դրանք հերթական կուսակցություններն են, որոնց նպատակը չի համընկնում հանրային խնդիրների հետ, հա, այսինքն ինչ որ անձնական կամ խմբակային խնդիրներ են փորձում լուծել։ Քաղաքացիական պայմանագիր ու քաղաքացիական շտաբ նախաձեռնությունների քայլերը հայտ են սերնդափոխության համար, կարծում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, բայց ինչ կլինի հետագայում ցույց կտա ժամանակը։ Ես խիստ դրական եմ համարում եւ ողջունում եմ ցանկացած քաղաքական գործողություն եւ գործունեություն, որը բխում է ուրեմն մարդու իրավունքների եւ ազատությունների գաղափարից եւ տեղավորվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության շրջանակներում։ Քաղաքական վերջին իրադարձություններից հետո ընդդիմադիր դաշտի բացը լրացնելու համար նոր կուսակցությունների ստեղծումը օրինաչափ գործողություն է, սակայն ինչպիսի դեր կունենան նրանք քաղաքագետները չեն շտապում կանխատեսել։ Անկեղծ ասած ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե որ կուսակցությունը իր ծրագրի մեջ ինչ կգրի։ Ինձ հետաքրքրում է մեկ հարց. եթե չկա ընտրություն եւ իրենք հայտարարում են, որ պատրաստվում են մասնակցել ընտրություններին, ինչ խնդիր են նրանք լուծում։ Լուծում են խնդիր, որպեսզի որոշակի ձայն հավաքեն եւ ըստ հավաքած ձայների քանակի գնան պայմանավորվածության իշխանության հետ։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները նոր կուսակցություններից։ Նիկոլ Փաշինյանը միշտ արդար մարդ է, ձգտում է արդարության, իսկ արդարությունը կհաղթի վերջ-վերջով։ Նիկոլ Փաշինյանը լավ հավանում եմ իրան, իր ելույթները, բայց կարծում եմ, որ ոչ մի բան չի փոխվել։ Մինչև գաղափարական լրիվ ծրագիր չունենա ոչ մեկն էլ, որ ժողովուրդը պարզ լինի, հասկանալի լինի, ոչ մի բան չի փոխվում։ Մեր համար դեռ ոչ մեկը ոչինչ չի արել։ Ես իմ թոշակի հույսին եմ ապրում, մեկ էլ դրսից ուղարկած գումարով։ Այնպես որ իմ համար մեկա թե այնտեղ ով կնստի ու իրար ինչ կասեն։ Նոր կուսակցությունների ստեղծումը բնական խանդ է առաջացնելու հին կուսակցությունների կողմից եւ վերջիններս կարելի է վստահաբար կանխատեսել հակաքարոզչություն են իրականացնելու նորերի դեմ։ Հայաստանում հակաքարոզչության կամ քաղաքական ավելի կոպիտ ժարգոնով ասած փչացնելու հիմնական ձևը ասելն է, որ այս կամ այն անձը կամ մարդկանց խումբը ծախվել է իշխանություններին։ ՀԱԿ-ը դա անում է Նիկոլ Փաշինյանի հանդեպ, իսկ ԲՀԿ-ն ըստ երևույթին կանի Ուրիխանյանի պարագայում։ Հայաստանյան մեկ այլ կայուն ավանդույթ է անհապաղ իշխանափոխություն պահանջելը, ով ավելի անհապաղ պահանջի, նա ավելի ընդդիմադիր է։ Այդ առումով կարծում եմ, թե քաղաքացիական շտաբը եւ թե քաղաքացիական նախաձեռնությունը ավանդույթը չեն խախտի եւ հաստատ ավելի արմատական կլինեն, քան իրենց մայր կուսակցությունները։ Այնպես որ ընդդիմադիր էլեկտորատի համար պայքարը թեժանալու է։ Իհարկե, կուսակցությունների գլխավոր խնդիրն է լինելու նյութական միջոցներ հայթայթելը։ Եթե ԲՀԿ-ի եւ հետեւաբար ՀԱԿ-ի համար դա մինչեւ փետրվարի 12-ը խնդիր չէր, ապա հիմա դա խնդիր է թե այս երկու կուսակցությունների եւ թե քաղաքացիական նախաձեռնության եւ շտաբի համար։ Չնայած կուսակցությունների հետագա քաղաքական գործունեությունից սովորաբար պարզ է դառնում, թե ով է նրանց ֆինանսավորում։ Ամեկլուսի զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, պարոն Ուրիխանյան, թե Նիկոլ Փաշինյանը եւ թե դուք ձեր կազմակերպությունը, որը կարող է երբևէ ուրեմն կուսակցություն դառնա, այդտեղ օգտագործում եք քաղաքացիական բառը։ Կարող եք ձեր մասով պատասխանել, ինչու եք այդ բառը այդքան կարևորում։ Շատ էական հարց է, որը բերում է կազմակերպության բովանդակությանը, որը երբևէ կհիմնադրվի, երևի։ Քաղաքացիական նախաձեռնություն է եղել
բավականին մեծ թվով, չափազանց մեծ թվով համեմատ ակնկալիքների մարդիկ ինձ հրամցրեցին, ինձ առաջարկեցին, ինձ կանգնացրեցին փաստի առաջ նոր նախաձեռնությամբ հանդես գալու։ Իրավիճակի հետ չհամակերպվելու, այլ իրավիճակի վրա ազդեցության փորձեր իրականացնելու, շարունակելու համար։ Եվ առաջին միտքը, որը կարող էր գալ, բնականաբար դա էր։ Հայաստանում անդիմադիր լինելու թեստը սովորաբար հետևյալն է։ Պահանջում եք արդյոք Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը, թե չեք պահանջում։ Իսկ ես բացարձակապես չեմ պատրաստվում ինչ-որ թեստերի հետ համակերպվել, գործողություններս անձամբ իմ մասին է խոսքը, թե համախոհներս եւ ընկերներս ինչ կերպ կվարվեն, դա էլ կհրճակվի մեր դրույթներով համապատասխան պահին։ Ես չեմ պատրաստվում համապատասխանեցնել ոչ համոզմունքներս, ոչ անելիքներս, որևէ մեկի ցանկություններին, որևէ մեկի կողմից դասավորած ստուգումներին, թեստերին։ Ես ունեմ շատ շիտակ ասելիք, քանի դեռ երկրում կա սարսափելի մակարդակի աղքատություն, քանի դեռ երկրում կա ճգնաժամային մակարդակի արտագաղթ, քանի դեռ երկրում երեկազգային ժողովի ամբիոնից դիտավորյալ օգտագործեցի բռիություն, անփութություն, թողտվություն, բառակապակցությունները պետական կառավարման վարչարարության առանցք դարձած արդեն որպես երևույթներ դրանք նկարագրելու համար, քանի դեռ երկրում չկա օրենքի եւ իրավունքի համադրելի հավասարակշիռ գերակայություն, ուրեմն երկրում ամեն բան չէ, մեղմ ասած ամեն բան չէ, որ տեղի ունենում այնպես ինչպես պետք է, այսինքն կառավարումը չի իրականացվում պատշաճ, եթե չեն կարողանում կոնկրետ մարդիկ իրականացնել արդյունավետ կառավարում, տանել երկիրը զարգացման ճանապարհով, ուրեմն նրանց փոխարենը դա պիտի անեն նրանք, ովքեր առավել ունակ են, ովքեր առավել արդյունավետ աշխատող են, որ տրամաբանությունն է դրան հակասում։ Եվ վերջին հարցը, որը անպայման մի 20 անգամ լրագրողները ձեզ կտան, որտեղից փող կուսակցություն կամ նույնիսկ հասարակական կազմակերպություն հիմնելու համար։ Դուք գտնում եք, որ ձեր եթերի հեռուստադիտողների համար Հայաստանի Հանրապետությունում մտավոր կարողություններ ունեցող հանրային շահով հետաքրքրված մարդկանց առաջին հերթին դա է հետաքրքրում։ Դուք իրապես մտածում եք, որ փողի վրա կառուցվածը կարող է ունենալ երկար կյանք, դուք իրապես մտածում եք, որ երկրում դեռ չկան այնպիսի մարդիկ, ովքեր ուզում են ապրել բարեկիրթ, քաղաքավարի, պարկեշտ ու ազնիվ կյանքով։ Եթե այո, ուրեմն ես չունեմ անելիք այս երկրում։ Եթե դեռ կան ազնիվ մարդիկ, համոզմունքի համար ոչ թե ամեն ինչ, այլ իրենց ազատ ժամանակն ու հնարավոր ջանքերը գործադրելու պատրաստ մարդիկ։ Եթե կան նրանք, ովքեր հասկանում են, որ հանրային բարեկեցությունը նշանակում է նաև իր ընտանիքի բարեկեցություն, եթե կան մարդիկ, ում դաստիարակության ու արյան մեջ ուղղակի դրված է թաթը չմտցնել ուրիշի ունեցվածքի մեջ, ուրեմն ես դեռ ունեմ անելիք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Իմ զրուցակիցն է ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Ազգային ժողովի ժառանգություն խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը եւ Վարդան Խաչատրյանը 2011 թվականի մարտի 25-ին այցելել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 8 ձերբակալված թիմակիցների, այդ թվում Կարապետ Ուրբինյանին, Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Արարատ Զուրաբյանին եւ Ալեքսանդր Արզումանյանին։ Նրանք բոլորը հայտնել են, որ իրենց հետ նորմալ են վարվում եւ մեկուսարանի աշխատակիցներից որևէ դժգոհություն չունեն, ասել է Զարուհի Փոստանջյանը։ Էլ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել մարտի 25-ին 24 տարվա ընթացքում Նյութեր A1+-ի պահոցից։ 1999-ի այս օրը հրատապ Մամլո Ասուլիս հրավիրեց նախորդ օրը Միացյալ Նահանգներից վերադարձած Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանը։ Նա շտապում էր հերքել տեղեկությունները, թե ինքը Հայաստանից փախել էր իր նկատմամբ կազմակերպվող մահափորձից խուսափելու համար։ Ամեն դեպքում Հայրապետյանը հաստատեց, որ եւ ինքը եւ խորհրդավոր հանգամանքներում սպանված Արծրուն Մարգարյանը սպառնալիք էին ստացել նույն գեներալ Ռոմեն Ղազարյանից, Բուդոյից։ 1999-ի մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Արա Պապյանը առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համաձայնության ՆԱՏՕ-ի կողմից Սերբիայի նկատմամբ ուժի կիրառման փաստի վերաբերյալ մտահոգություն արտահայտող հայտարարություն տարածեց։ Հայտարարության մեջ ասված էր, որ Հայաստանը միշտ էլ պաշտպանել է ազգերի ինքնորոշման միջազգային դրույթը, այդ թվում եւ Կոսովոյի պարագայում, սակայն խնդիրները ոչ ուժային, բանակցային մեթոդներով լուծելու կողմնակից է։
1999-ի այս օրը 11 կուսակցություններ հանրության դատին ներկայացրին Հայաստանի տնտեսական առողջացման հիմնական առաջնահերթությունները ծրագիրը։ Հեղինակները դժգոհում էին, որ գործադիրն իրենց առաջարկները չի ընդունում։ Այս կուսակցությունների մեծ մասը ԳԻԱՐՔՄԻ, Դաշնակցություն, ՍԻՄ եւ այլն նախագահի ընտրություններում կամ առնվազն ընտրության երկրորդ փուլից սատարել էին Ռոբերտ Քոչարյանին։ 2000-ի մարտի 25-ին Կալաշնիկով տիպի ինքնաձիգից կրակոցներ էին հնչել ազգային ժողովի падգամավոր Մանուկ Գասպարյանի որդուն, Արթուր Գասպարյանին պատկանող խանութի ուղղությամբ։ Գործարարին նյութական լուրջ վնաս էր պատճառվել։ Արթուր Գասպարյանը հայտարարեց, որ իրենք թշնամիներ չունեն եւ ոչ ոքի չեն կասկածում։ Մանուկ Գասպարյանը սակայն կասկածներ ուներ հանցագործության շարժառիթի վերաբերյալ։ 22-ին մարտի ազգային ժողովում հնչած մեր զեկուցումների 24-ին մամուլի ազգային ակումբում տված իմ ասուլիսի եւ 25 մարտի արհերոստատեսությամբ էներգետիկայի նախարար պարոն Զադոյանի ոչ ըստեյության եւ իրականությանը չհամապատասխանող ելույթի պատճառով Մանուկ Գասպարյանի գնահատմամբ այս հանցագործությունը մարտահրավեր էր ոչ միայն իր ընտանիքին, այլև Հայաստանի իշխանությանն ու ժողովրդին։ 2007 թվականի մարտի 25-ին վախճանվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Հանգուցյալ քաղաքական գործչին ինչպես վարչապետի պաշտոնում, այնպես էլ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում փոխարինեց Սերժ Սարգսյանը։ 2011-ի մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Ռաֆի Հովհաննիսյանին այցելեցին գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Հարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորները խնդրեցին կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունից թողնել հացադուլն ու վերադառնալ խորհրդարան։ Մոտավորապես նույնն էր մտադիր ասել դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, ով սակայն գերադասեց խոսակցությունը հետաձգել առավել ուշ ժամի, երբ իրենց չեն խանգարի տեսախցիկները։ Հացադուլը դադարեցնելու առաջարկով Ռաֆի Հովհաննիսյանին այցելեց նաև ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, հավաստիացնելով, թե խորհրդարանի համար շահեկան կլինի, եթե ժառանգությունը վերադառնա նիստերի դահլիճ եւ շարունակի օրենսդիր գործունեությունը։ Ինչպես հայտնի է, Ռաֆի Հովհաննիսյանին հաջողվել է համոզել, որ նա դադարեցնի հացադուլը, բայց ոչ ոք չի կարողանում համոզել իշխանություններին, որ նրանք չստեղծեն նոր գրասենյակներ այն դեպքում, երբ գործող կառույցները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները։ Հավանաբար նրանց հանգիստ չեն տալիս խորհրդային բյուրոկրատիայի դափնիները։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք վաղը։ Մենք պիտի ընդունենք, որ ազգային ժողովի այն կառույցները, որոնքի պաշտոնը պարտավոր են իրականացնել այդ ֆունկցիան պարազիտ վարչություններ են եւ պետք է լուծարվեն։ Ետ քաշվեք։ Գրասենյակը մեռավ։ Մենք այստեղ անելիք չունենք։